Տեղահանված ընտանիքներին ցուցաբերվող նոր աջակցության, Հայաստանի իշխանությունների հետ շփումների բացակայության, արցախցիների հետագա անելիքների ու տեղահանված քաղաքացիների առջև ծառացած մարտահրավերների մասին այսօր զրուցելու ենք Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բեգլարյան։ Բարև ձեզ, պարոն Բեգլարյան։ Բարև ձեզ։ Օրերս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը առաջարկել է վրան հանելու դիմաց մեկ ամսով երկարաձգել 40+10 աջակցության ծրագիրը, ապա հայտարարել, որ ընդունվում է մի ծրագիր, ըստ որի տեղահանված ընտանիքների մի անդամը կստանա 40,000 դրամ, մյուս անդամները 10,000 դրամ։ Ինչպես է գնահատում այս քայլը։ Ստացվում է բյուջեում ևս մեկ ամսով երկարաձգելու գումար կա, բայց դրա դիմաց պայմաններ են դնում։ Իրականում այո, պայմաններ են դնում եւ դա կարող եմ համարել, որ այս շարժման մեր պայքարի փոքր հաջողություններից է, որը նշանակում է, որ հանրային ճնշումը ազդեցություն է գործել։ Բայց բնականաբար դա շատ կիսապռատ լուծում է եւ շատ ժամանակավոր, այնինչ մենք պահանջում ենք հիմնարար լուծումներ։ Իհարկե, եթե խոսում ենք զուտ սոցիալ-տնտեսական իրավունքների ու կարիքների մասին, այն դեպքում, որ մեր պայքարի անբաժանելի ու նշանակալի բաղադրիչը նաև արտաքին քաղաքական իրավունքներն են կամ ընդհանրապես քաղաքական իրավունքները։ Իսկ ինչ վերաբերում է այն հաստատված ծրագրին, ասեմ, որ դա հերթական մանիպուլյացիաներ եւ եղած կարիքի շատ փոքր մասն է դա փակում։ Իրենք նախատեսել են, որ դա վերաբերելու է շուրջ 3000 ընտանիքի, այնինչ արցախցիները շուրջ 30,000 ընտանիք են եւ եղած աջակցության ծրագրից զրկվում է նկատի ունեմ մինչեւ մարտ է գործած աջակցության ծրագրից շուրջ 52,000 անձ եւ դրանից ավելի քիչ անձ ուղղակի լինելի է ավելի կրճատված, ավելի քիչ ծավալներով աջակցության ծրագրի շահառու ժամանակավոր։ Ինչու մինչ այս պահը Հայաստանի իշխանության հետ որևէ շփում չի եղել այս հարցերի վերաբերյալ։ Կարծում եք աջակցությունը հավերժ է լինելու։ Իրականում շփում շատ է եղել, այլ ոչ թե շփում, այլ շփման փորձ։ Եվ մեր կողմից դեռ 23 թվականի վերջից սկսած եւ Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից եւ Արցախի քաղաքասարակության կողմից տարբեր առաջարկներ են ներկայացվել, հանդիպումների առաջարկներ եւ այլն, եթե հիշում եք, նույնիսկ 24 թվականի մարտին էլ ավելի փոքր ծավալով քաղաքացիական հակառակությունը ակցիաներ էր անում, տարբեր հավաքներ էինք անում, առաջարկներ, պահանջներ էինք ներկայացնում, բայց նրանք որևէ ձևով չնախընտրեցին ներառական գործընթացը։ Եվ մեր ահազանգերը առանց հաշվի առնելու անցած տարի մայիսին հաստատեցին մի բնականային ծրագիր, որը առ այսօր ձախողված ծրագիր է։ Եվ շուրջ 1000 անձ է դեռ այդ ծրագրից սերտիֆիկատ ստացել եւ շուրջ 55 անձ օգտվել է այդ իրավունքից, որը նշանակում է, որ վիճակը շատ վատ է այս ծրագրի եւ գլխավոր պատճառը այդ ծրագրի հիմնական բացթողումներն են։ Իսկ իրենք թե ինչու մեզ չեն լսել, ակնհայտորեն իրենց մոտեցումն է ոչ միայն մեր պարագայում, բայց հատկապես արցախցիների պարագայում ավելի սուր արտահայտված, որ որևէ ձևով չեն ուզում գնալ քննարկման, շահառուների ձայնի լսման, հաշվի առնման եւ այլն, եւ հիմա երբ մենք դուրս ենք եկել փողոց, հանրային ճնշում են գործադրում, նոր դրանից հետո արդեն փակ հանդիպումներում իսատ պռատ նաև հրապարակային կերպով ընդունում են, որ իրենց ծրագրերը բավականին թերի են եւ բարելավման տեղ ունեն։ Հետայսու ինչ օրակարգ եք ունենալու, պարոն Բեգլարյան, ինչ քայլեր եք նախաձեռնելու։ Օրակարգը հայտարարված է, ներկայացված է մարտի 29-ի հանրահավաքի ժամանակ, զուտ հարցը մանրամասների եւ գործողությունների մեջ է։ Մեր կողմից տարբեր հանրային քննարկումներ եւ համախմբման գործընթաց է մեկնարկել, որի արդյունքում արդեն շուրջ 10 օրվա ընթացքում հայաստանյան եւ արցախյան գրեթե բոլոր
ակտիվ քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպել ենք, առաջիկա օրերին կշարունակվի այդ գործընթացը եւ մենք մեր մեջ քննարկումներ ունենք, թե ինչ գործընթացով առաջ գնանք, ինչպես եւ բովանդակային մշակումներ անենք եւ տեղեկատվական կամ հանրային հաղորդակցության մեր հարցերը ավելի երկարաժամկետ հիմունքներով կարգավորենք եւ ինչ գործողությունների դիմենք։ Տարբեր կարծիքներ կան, բայց դեռևս որոշում չունենք, թե վերջնական ինչ գործողությունների ենք դիմելու, բայց մեզ համար միանշանակ է, որ առաջնահերթորեն հրատապ հարցերը պետք է լուծվեն, որոնք առնչվում են Արցախի ժողովրդի Հայաստանում արժանապատիվ ու կայուն կեցությանը, որը անհրաժեշտ եւ նվազագույն պայմանն է մեր մնացած իրավունքների պաշտպանության համար։ Նոր դրանից հետո արդեն մեր պայքարը տարբեր ձևաչափերով շարունակվելու է մեր բոլոր իրավունքների համար։ Դա կլինի մեր մշակութային ժառանգության պաշտպանությունը, գերիների ազատ արձակումը, Արցախի հարցի պահպանումը կամ առաջ մղումը, միջազգային գանգատներից չհրաժարվել եւ այլն։ Այսինքն այն 12 կետանոց պահանջագիրը, որը մենք հրապարակել ենք, մեզ համար միշտ արդիական է եւ մեր օրակարգում է, քանի դեռ այդ խնդիրներին լուծում չեն տրվել։ Շնորհակալ եմ պարոն Բեգլարյան, հիշեցնեմ, որ ես զրուցում էի Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ։